Այսօր մենք ձեզ ներկայացնելու ենք այն կերպարներին, ում մասին մենք չենք կարող խոսել եզակի թվով։ Իհարկե մի զարմացեք, մեր այսօրվա հերոսները հղի կանայք են։ Լովիկ Լով Ասում եմ սոկ եմ ուզում Այդ ցավը տանեմ, ես գիշերվա ժամը Ինչ չէ տաքսքնում, սոկ եմ ուզում Ես քեզ սոկ որտե ինչ չարեմ Սոկ եմ ուզում, լավ, Լավ, կամաս մի գոռա գիշերվա ժամը 2-ն է Հեսա եթան մի տեղից ես քեզ սոկ կճարեմ, մենակ մի գոռա աստված սիրես Սարսես Ես թե ինձ սոկ չբերեի Դու շուտ գնա Сока, զզվելի սոկա, համով չի вообще։ Լովիկ, լով, վեր կաց։ Տորթ եմ ուզում։ Տորթ եմ ուզում։ Այ ցավը տանեմ Այս գիշերվա կեսին ինչ տորթ Խնդրում եմ քնի էլի Տորթ, լավ, տորթ եմ ուզում, լավ Այ քնի, ես առավոտը քեզ մեկի փոխարեն 10 տորթ կառնեմ Չէ, հենց հիմա եմ տորթ ուզում, տորթ եմ ուզում, լավ, տորթ Իսկ մի գոր գրա, հա, կվերեմ տորթը, մենակ աղբորպես ձենըտ կդրի Տորթ եմ ուզում, սոկ եմ ուզում Ես իմ թեթ բերեիր տորթը Ար տորթդ, շատ էիր ուզում Յոխք, համով չես, տորթը չեմ ուզում Բարի գիշեր, բարես Լովիկ Այ գնի, գիշերվա ժամը 4-ն է Ինչ լով Լով, հող եմ ուզում Ինչ Հող եմ ուզում Սովորական գետնի հող եմ ուզում Նիկոյանը լրիվ տարել է Հող եմ ուզում, հող Հա, լավ, մի գոռա Հող բերի, չի է տաքսում, հող եմ ուզում Ես էիր ուզում Դեկեր Թե դու փորձի Ինչ Դու փորձի, դու մի հատ կեր, հետո ես կուտեմ Փորձի էլի մի հատ, փորձի Լավ, ձենիդ կդրի Կփորձեմ, բայց իմացի Քո համար չեմ անում, ես իմ երեխու համար եմ անում Համովա Հաճի գժվար ինչ ես խոսում Ոնց կար այս հողը համով լի Ինչը պետք է համով լի, չէ, համով չի Դե որ համով չի,
Ես չեմ ուզում հող ուտեմ։ Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունն ունի իր նշանակությունը։ Ոմանց համար դա անհավանական զգացողություն, ոմանց համար դա պատասխանատվություն, իսկ ոմանց համար դա սովորություն։ Վերջիններս բազմազավակ մայրերն են։ Եկա տղա, ես գնա քո պրոբլեմները դու լուծի, հա, մամայից ինչ եք ուզում։ Հələ դե խելիք հավայրենություն անեք։ Հեսա հորդ ասել եմ գլուխները ջարդի։ Մամ, թողես ես նույն քեզ դուրս խաղամ կամ։ Աղջի դուք իմ մահն եք ուզում։ Տատուն գլխից տնկնի քսատի եք աղջիկ ես խչես մի բանով ինձ օգնում։ Բայց ինչով օգնեմ։ Ճաշին աղ լցրա։ Լավ։ Այ անտեր շուն ինչ ես անում։ Սա վաղը չի դատարկեցիր այդտեղ, հիմա նորից ստիպված պետքա թազես սարքեմ։ Գնա ռադ քաշի ոչ մանը չեմ եփել, ինչ ուզում եք լափեք։ Մամ, քուրիկեն գելա ծխերի մեջ ինչ անեմ։ Քանուն ինչ էր։ Մոլիկա։ Կապո։ Էս միլենչոն ոտից գլուխ ցեխի մեջ կորած է, սրան ինչ անեմ, լվան թե տանեմ շպրտեմ, մեկա թազեն ենք ունենալու։ Հղիության ժամանակ շատ կարևոր է բժիշկի հսկողությունը, եւ քանի որ կանայք հղիության ժամանակ շատ անկախատեսելի են, երբեմն այնպիսի հարցեր են տալիս բժիշկներին, որ նույնիսկ բժիշկներն են զարմանում։ Բարև գինեկոլոգը դու եք։ Այո, ես եմ։ Համեցեք։ Լսում եմ, մայրիկ ջան։ Ուրեմն թոշակս իջացրել եք։ Դուրսը թանկացրել եք։ Գազս կդրել եք։ Վերևի հարևանը սաղորը ջուրա թափում գլխիս։ Են անտեր թաղայինը գալի սաղորը կռիվանում, թե այդ առաջ տվածդ բալկոնը պետք է քանդեն։ Ուզում եմ ցերեկը մի քիչ աշկպցնեմ են տակի հարևանի լակոտները ջութակով զահլստանում են չեմ կարում քնել։ Գիշերներ են ավտոների սիգնալների ձենից չեմ կարում քնել։ Լավ, մայրիկ ջան, հասկացա, բայց իմ մոտ ինչ եք եկել։ Եկել եմ իմանամ։ Այդքան բռնաբարություններից հետո կարող է ես հղի եմ։ Չէ, մայրիկ ջան, դուք հաստատ հղի չեք։ Եղավ։ Դե ես գնամ բժիշկ ջան, մի հատ էլ ընտրություններից հետո կգամ կստուգվեմ։ Հաջողություն, մայրիկ ջան։
Բարև ձեզ։ Համեցեք։ Ներողություն կարելի է։ Նստեք։ Լսում եմ։ Ժիշտ ջան, ճիշտն ասած, քանի գնում ա, օրերը մոտենում ա, որ պիտի ծննդա բերեմ, ինքան սկսում եմ անհանգստանալ, ասում եմ, կարող ա այս երեխային ծնվի, սկսի խմել, ծխել, կռիվների մեջ ընկնել, դե տղա երեխա ա, անհանգստանում եմ, չեք պատկերացնում։ Չէ, տիկին ջան, տենց բան չի կարա լինի։ Այդ երեխան շատ խելոք երեխա է։ Ոչ ծխում ա, ոչ խմում ա, ոչ մի ավելորդ բան։ 100 անգամ էխո եմ արել։ Մի անգամ չեմ տեսել, որ մի անշնորհք բան անի։ Շատ լավ երեխա է, մի անհանգստաց։ Հա? Հապա ում երեխեն ա, որ տենց չլինի, ճիշտ եք ասում։ Բժիշկ ջան, մեկին մի բան էլի հարցնեմ, կարամ իրան մանդարին տամ, թե կարող ա ալերգիա սկսի մոտը։ Տիկին ջան, տենց հարցերը ծնվելուց հետո են պարզում, откуда мне знать вообще, ну, аллергия։ Բժիշկ ջան, մի հատ վերջին հարցը տամ ու վсё, էլ հարց չեմ տալու, իսկ ես որ դիրքով եմ ծննդա բերելու։ Տիկին ջան, հասկանում եք, մոտավորապես այն դիրքով, որով որ հրիացել եք։ Բժիշկ? Ես ուզում ես ասես, որ ես ծննդա բերելու եմ ավտոյի հետևի սիձենիկին, մի ոտս էլ ուսամուտից դուրս։ Որպես կանոն հղի կնոջը չեն նյարդայնացնում եւ անում ամեն ինչ, որպեսզի նա հուզմունքի պատճառ չունենա։ Սամ ջան, ես չայ կդնեի, ինչի դու դրեցիր։ Չէ, քեզ հանգիստ ա պետք, ծնունդին ընդամենը 2 շաբաթ բան ա մնացել, դու քեզ հանգիստ բայի։ Գոնե նամանները կլվա, ինչի դու լվացիր։ Հանգիստ եղիր, ես արդեն լվացել փռել եմ։ Ոնց փռել եմ։ Հա, պիտի չփռի, լավ, հիմա կհավաքեմ կբերեմ ներս, մենակ դու մի հուզվի, լավ։ Լսի, այսօր նենց եմ անհանգստանում։ Մաման չի զանգել, զանգում եմ չի պատասխանում, անհանգստանում եմ ահավոր։ Լավ էլի սկսեցիր, ինչի ես միշտ վատ բաներ մտածում, եթե հեռախոսը չի եկալու, ունեմ հեռախոսը հաստատ գողացել է։ Ոնց գողացել են հեռախոսը։ Չէ, ես այդ չի ուզում ասեի, ուզում եմ ասեմ, որ երևի վիբրացիայի վրա է դրա չի լսել։ Հա, Շան անունը դուր փետնար ձերքդ, երևի մամատա։ Բարևաններ ջան, բայց խես մենակ, զոնքաչեսխի չես բերել։ Սամո ջան։ Էլի կռվել եք։ Չէ, Սամո ջան։ Զոնքաչդ մեռել է։ Ոնց մեռել է։ Արա դե ես շատ իմանամ ոնց են մեռնում, արա կյանքիս մեջ ոչ մի անգամ չեմ մեռել, որ իմանամ։ Հենց որ եկել եմ Սիրուշիկիս ամեն ինչ ասեմ։ Չէ, աներ ջան, ոնց ասես, Սիրուշիկը 2 շաբաթից ծննդա բերելու է, իրան հուզվել չի կարելի։ Արա դե չի կարելի որն արա, այդ երեխեն չի իմանալու, որ իրա մերը մեռել է։ Գա մի քիչ վեր են լացի, 2 անգամ ուշեթան գնի գեդին, արա, չէ, ես պետք է ասեմ իրան։ Աներ ջան, քոնե խնդրում եմ, մի անգամից չասես, չի դիմանա։ Արխային ես հերվից կգամ, նենց կասեմ, որ իսկի սրտին դարդել չի լինի։ Պապա։ Պապ ջան, բարև, բայց մաման ուր է։ Մաման։ Աղջիկ ջան, մաման իրան մի քիչ վատ էր զգում, տարանք մորգ։
Սիրելի հղիներ, չնայած որ ձեր լավագույն խորհրդատուները գինեկոլոգներն են, համոզված եղեք, որ ձեզ չեն խանգարի պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդները։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել բոլոր այն կանանց, ովքեր մոտակա մի քանի ամսում սպառել են մոտակայքում գտնվող տեղատան բոլոր հղիության թեստերը եւ վերջապես տեսել են այդ երկար սպասված երկրորդ գծիկը։ Սիրելի կանայք, վստահ եմ, որ չկա ավելի մեծ ուրախություն, երբ դուք ձեր ամուսնուն եք հայտնում նրա շուտով հայր դառնալու լուրը։ Խմացես։ Գերաս խմացես։ Դու այսօրվանից թքիր։ Մերդ էլ հետը։ Կյանք, պապաս թոռա ունենալու։ Վել ոնց ասեմ, ախպերս եգյանա ունենալու։ Իմ մեջ ինչ-որ բան է ապրում։ Վերջ, այսօրվանից մենք քուրը ախպեր ենք 9 ամիս։ Արա, 3-1 այսօր 2 պապա ես դառնալու։ Ինչ ասեմ, մի 20 տարուց դու կեսրա կամ էլ աներ ես դառնալու։ Կյանքս, շնորհավորում եմ, դու մարդ ես դառնալու։ Կյանքս, շնորհավորում եմ, դու պապա ես դառնալու։ Որպես կանոն, հղի կանանց մոտ առաջ են գալիս ցանկություններ, որոնք չեն լինում մինչ հղիությունը։ Ուստի խորհուրդ եմ տալիս չզսպել ձեր ցանկությունները, բայց նաև չմոռանալ, որ ձեր քմահաճույքները կատարողը ձեր սիրելին է։ Կյանքս, սիրտս տեղին Լամբորջինի է ուզում։ Սիրտս յուպի սոկ է ուզում։ Պոեզի ռելսերի հոտ եմ ուզում։ Պտղնիում դաչա եմ ուզում։ Սիրտս ծիբրից հոլ է ուզում։ Կյանքս սիրած եմ ուզում։ Դժվար ապրուստի վերջին սերիան եմ ուզում։ Ցապկի պաչևնիկ եմ ուզում։ Վանոյին եմ ուզում։ Հա, վանոյին։ Իմացա ինչ եմ ուզում։ Բան, թթու վարունգ, գնա բերելի։ Ահա եւ մոտեցավ այն պահը, որին 9 ամիս սպասել են բոլորը։ Եթե երեխան որոշել է լույս աշխարհ գալ եւ սկսել են ձեր ցավերը, ապա շատ կարեւոր է, որ դուք լինեք հավասարակշռված։ Ծնվում ասկսվեց։ Թե չէ, բայց ինչ հազարվում։ Օլե, 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 օլե։ Օխ։ Արի, լավա, աշպայ, կողի տակը, լավա, կանգնի, Դու մի քիչ ոտդ կաղկցի, ես այս սերիան էլ նայեմ, հետո կծնվես, հա? Ծնուտ, ծնին, օխ, գեղամ, մի ատարի ինձ տար շուտ հիվանդանոց ոնց որ սկսում է։ Եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա վստահ եղեք, որ կունենաք առողջ եւ հասարակության համար պիտանի զավակներ։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ձեր ծննդաբերության ժամանակ ծննդատան դիմաց նյարդայնացած ծխողներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Այսօրվա համար այսքանը եւ վերջում բոլոր հղի կանանց ուզում եմ մաղթել բարի ազատում եւ առողջ բալիկներ։ Ցտեսություն։